Կրկին ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, նրանք ովքեր նոր են միացել իմ ալիքին, ասեն, որ իմ ալիքը զարդերի մասին է, եւ կրկին զարդ ենք ստացել, եկեք միասին unboxing անենք ու տեսնենք, թե որ զարդն է։ Ահա ես կրկին իմ փաթեթով եմ, ինչպես միշտ։ Ուզում եմ, որպեսզի այդ առաջի տպավորությունները մենք միասին ստանանք, սիրելիներ։ Փաթեթավորումը այդքան էլ տպավորիչ չէ փաթեթավորումը, բայց նայեք, բարխը քսակի վրա ինչ որ սպորջ է կպցրել։ Տեսա էլ միգուցե իր լավ փաթեթավորման ձևն է, բայց հակաэսթետիկ է մի տեսակ։ Օ, ինչ լավ է պաշտպանել։ Օ, ինչ գեղեցիկ բրոշ է, շատ գեղեցիկ բրոշ է, հապա նայեք որքան լավ է կատարված էմալը, բազմաշերտ, ձեռքով կատարված էմալ է, ծարերի խտությունը, փայլը տեսեք ինչքան գեղեցիկ է։ Եվ բրոշը բրենդային է, նաև տեսնենք այստեղ ինչ է նշված։ Ահա բրենդի անվանումը, ինձ դեռևս չէր հանդիպել այս մարկիրովկան, ուսումնասիրեմ, տեսնեմ ինչ բրենդ է սա, բայց դաջվածքը եկեք մոտիկից ուսումնասիրենք, տեսնում եք ինչքան նրբագեղ դաջվածք է, ձեռքով կատարված լիցք, եւ բրոշի ներսի հատվածում, եւ արտաքին հատվածում։ Այս էմալը, ամբողջովին այս էմալը ձեռքով է լիցքարված ու բազմաշերտ մի քանի անգամ։ Բրոշ կոնֆետկա, այդպիսի կոնֆետ բրոշների շարքին է պատկանում այս բրոշը, շատ գեղեցիկ է, էլեգանտ, ինչպես նաև cute, համեղ բրոշը, կոնֆետկա բրոշ, ուղղակի չսիրել այս բրոշը հնարավոր չէ, նախ կրիստալներն են շատ փայլուն եւ այս ժապավենը կանաչ գույնի է, հաստ բազմաշերտ էմալով, ինչ շատ դուր եկավ այս բրոշը։ Հիմա եկեք շարունակենք նայել մյուս զարդերը, եկեք բացենք հաջորդ փաթեթը սիրելիներ, իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Ապա նայեք ինչ վիճակում է եկել այս տուփը, ամբողջովին, ջարդուխուր եղած։ Հիմա մենք սա միասին կբացենք, տեսնենք իրոք զարդերը նորմալ վիճակում են գտնվում։ Եթե լավ փաթեթավորված լինի, պաշտպանված տվյալ զարդը միգուցե։ Հուսամ, որ զարդերը լավ են պաշտպանված ու չեն վնասվել։ Ահա, այստեղից էլ հենց փորձեմ բացել։ Լավ է, որ ամրացված է եղել տուփին։ Նայեք ոնց է ընկել տակը։ Այսպիսի փաթեթավորում ոնց կարելի է այնքան որ սենց թղթերը սկոճել պաշտպանիչ շերտ համարելով։ Լավ է, որ ներքևից չի ճզմվել այս տուփը։ Խոսքով նման փաթեթավորումներ են լինում։ Եվ եթե նայում եք, պղպջակավոր տոպրակներ չունեն էլ այս բրոշները, չգիտեմ, հրաշքով են փրկվել ու պաշտպանվել, որ չեն այս կողմի վրա հայտնվել, տակի վրա են ընկել։ Այս էլ իր հակաэսթետիկ փաթեթավորումը։ Ես աշխատում եմ փաթեթավորումներ մի քիչ էսթետիկ անել, որ մարդիկ բացելուց էլ հաճույք ստանան։ Ինչևէ, եկեք տեսնենք բրոշները ինչ վիճակում են, երկու հիասքանչ բրոշներ, հիմա բացենք։ Նայեք ինչ գեղեցիկ բրոշ է, սև խոշոր էլեմենտով բրենդային բրոշ է, պատկանում է Napier ընկերությանը, ահա մարկիրովկան։ Եվ տեսնում ենք հետաքրքիր նախշազարդ ծաղիկի տեսքով, ինչպես նաև շատ գեղեցիկ լիցք։ Դե բացենք հաջորդ բրոշը, տեսնենք ինչ կա այստեղ։ Օ, ինչպիսի գեղեցկություն, ինչ հոյակապ լիցք ունի այս բրոշը, եւ ներսի հատվածը տեսեք, այս գեղեցիկ բրոշը բացվում է, եւ այստեղ կարելի է տեղադրել լուսանկար կամ օծանելիք, կամ գլոս, կամ աչքերը ներկելու ինչ որ մի գույն, ինչ որ ուզենաս։ Եվ տեսեք մարկիրովկան, բրենդի անունը Avon է, Avon ընկերությունն է այս բրոշը արտադրել, ճանաչված բրոշ է, շատ սիրված եւ ապշեցուցիչ լիցք է կատարված։ Այս ընկերությունը աշխատել է շատ հայտնի մարդկանց հետ, կպատմեմ ես նրա պատմությունը օրերից մի օր կամ թեկուզ այս տեսանյութում, թե ինչ հզոր թիմ է կանգնած այս ընկերության հետևում Avon։ Սիրելիներ, եւ ես ձեզ ասել եմ, չէ, որ բրենդի գնային քաղաքականությունը ինչպես է աճում է հետեւյալ կերպ։ Ինչ թիմ է կանգնած բրենդի հետևում։ Արդյոք միայն իր ընկերության թիմն է, իր դիզայներները, իր ոճաբանները, թե այլ ընկերությունների հետ է համագործակցում, թե այլ հայտնի մարդկանց հետ է համագործակցում, որոնք գովազդում են իրենց իրերը եւ նաև կարբարացիա է ստեղծվում։ Մենք գիտենք, որ կարբարացիա աշխատանքները ավելի թանկարժեք են գնահատվում, որովհետև նրանք ժամանակ առ ժամանակ կրկին չեն թողարկվելու, այսինքն այդ ժամանակաշրջանում այդ դիզայների կամ մեկ ընկերության հետ համագործակցության արդյունքում ծնված որևիցե զարդ կամ սպորտային կոշիկ կամ հագուստ, ինչ էլ լինի, թե ինտերիերի պարագա նման
ստեղծագործությունները ավելի թանկարժեք են, քան այդ ընկերության մյուս սերիական թողարկումները։ Դրա համար Էվանը այս առումով իր կարբարացիաներով շատ հայտնի է եւ 1970-ականներից ի վեր թողարկել է նմանատիպ հավաքածուներ եւ դրանց որակական հետաքրքրությունը, դիզայնի կոնստրուկտիվ աշխատանքները շատ հետաքրքիր ձևով գրավեցին ոչ միայն շուկան, այլ նաեւ շատ հեղինակությունների, շատ դիզայներների ուշադրությունը։ Եվ եկեք տեսնենք այս բրոշի կոնստրուկցիան ու դիզայնը։ Առաջին հայացքից մորֆոլոգիական կառուցվածքն է, չէ՞, ու գույնը։ Տեսնում ենք, որ կառուցվածքը բավականին բարդ է, բազմաշերտ, կոնստրուկցիայի վրա կատարված է կապույտ ծաղիկներից բաղկացած փունջ, կապույտ էմալը իդեալական վիճակով է եւ ունի խորքային այստեղ միջուկային հատված, ամրացված է յուրաքանչյուրը կապույտ կրիստալով։ Իսկ եթե համեմատում ենք կոնստրուկցիան, տեսնում ենք, որ բարդ մեխանիզմով է արված այս բրոշը, որը նաև ի դեպ կախազարդ է, ահա այս հատվածը այստեղից հնարավոր է անցկացնել որևիցե շղթա կամ կաշվե ինչ-որ չոկեր կամ մետաղական ինչ-որ չոկեր, կապ չունի։ Բացի այն, որ այն ունիվերսալ է իր կառուցվածքով եւ բրոշը եւ կախազարդ, կոնստրուկցիան տեսնում ենք, որ յուրաքանչյուր այս կապույտ քարիկը յուրաքանչյուրը ամրացված է պտուտակով հիմքին այս կոնստրուկցիայի։ Այստեղ մարքիրովկան է Էվան։ Այս բրոշը շատ հայտնի է եւ կա նաեւ սրա ականջողերի տարբերակը, կլիպսներ ավելի ճիշտ, բայց ես չգնեցի կլիպսները, որովհետեւ վրայի էմալը թափված էր։ Եվ պետք է ուշադրություն դարձնել վինտաժային զարդեր գնելիս նրանց պահպանված վիճակը, քանի որ եթե ես գնեի իմ կոլեկցիայի համար այդ զարդը, որտեղ տեղ բացակայում էր էմալը, կարող էր ընդարձակվել այդ կոռոզիան, այդ քայքայված շերտը եւ տարածվել ամբողջ զարդով, մի զարդից էլ թռներ մյուս զարդի վրա եւ իմ կոլեկցիան փչացներ։ Դրա համար ես վատ վիճակով զարդեր չեմ գնում, ինչքան էլ գինը հարմար լինի։ Ես ավելի լավ է վճարեմ թանկ, բայց ստանամ որակապես ինձ գոհացնող բարձր որակի զարդ։ Եվ տեսնում ենք այս զարդի դիզայնից եւ ինչպես նաեւ կոնստրուկցիայից, որ շատ անուշիկ բրոշ է, բարդ կատարումով եւ հետաքրքրություն է առաջացնում նաեւ որպես կախազարդ։ Նայեք, այստեղից էլ կարելի է, չէ՞, ցանկացած տիպի կամ այստեղից ցանկացած տիպի շղթա անցկացնել, բայց այդ դեպքում այսպես հնարավոր է թեքվել բրոշը, դրա համար այստեղ հատուկ տեղադրել են այս կեռիկը, որպեսզի բրոշը կախազարդի կերպով ֆիքսվեր հագուստի վրա կամ պարանոցին։ Մեկ այլ գեղեցիկ բրոշ Էվան ընկերության կողմից գեղեցիկ ծաղիկ բրոշ է, 1970-ականների զարդ է եւ ուզում եմ ասել, որ Էվան ընկերության զարդերից մեծ մասը հանդիպում է առանց մարկիրովկայի, սկսած 1971 թվականից նոր սկսեցին դիզայներները պիտակավորել այդ զարդերը, բայց այս զարդերը հայտնի են եւ առանց մարկիրովկայի էլ գիտենք հաստատված է կատալոգներով, որ պատկանում է Էվան ընկերությանը։ Եվ Էվան ընկերությունը աշխատել է ոչ միայն դիզայներների հայտնի թիմի հետ, այլ նաեւ հայտնի կամպանիա Swarovski հետ, որի վաղ ապացույցն է նաեւ այս բրոշը իր կրիստալների խորքային տաշվածքով, ինչպես նաև այս մյուս բրոշը, այս բրոշը, որը ունի Swarovski ցերկոնները եւ մարգարիտները, եւ նաեւ տեսնում ենք դաջված եւ այս բրոշի լիցքը տեսեք ինչպես է արված ոսկերչական ընկերությունների պես, երբ ես գնեցի այս բրոշը, նույնիսկ ինձ թվաց թե ոսկյա զարդ է, բայց հասկացա, որ ընդամենը ոսկերի չի այն պատրաստել։ Դաջվածքը տեսնում ենք ձեռագործ, շատ հիանալի աշխատանք է, ուղղակի կլասիկա ժանրը, որով կարելի է մշտապես հիանալ եւ արդիական է այս բրոշը բոլոր ժամանակների համար է, կապ չունի, որ մարգարիտներով է, այն կարելի է գրել ինչպես 1970-ականներին, այնպես էլ 2000-ականներին եւ նաեւ հիմա, մարգարիտները շատ ակտուալ են հիմա։ Եվս մեկ չքնաղագույն բրոշ Էվան ընկերության կողմից տեսնում ենք արտա է դարձյալ բարդ կոնստրուկտիվ լուծումներով աշխատանք, երկու շերտից կարծես երկու բրոշ իրար կպցրած լինեն այս բանտերը, երկու առանձին բանտեր լինեն, ունեն 3D էֆեկտ, վոլյում, օգտագործված է ոսկեգույն եւ արծաթագույն մետաղ, ահա այստեղ կա նաեւ ընկերության անունը, ինչ որ միտեղ փորձեմ գտնել եւ ձեզ ցույց տալ, ահա այստեղ է, տեսեք, Էվան։ Եվ այս բանտը շատ հայտնի է իր ճոխությամբ, այս բանտը հայտնի է կոլեկցիոներների շրջանում ու շատ սիրված բրոշ է, չեմ ասի, որ հազվագյուտ է, ճիշտ է, գնալով քիչ է հանդիպում, բայց այն լիմիտնի քանակով չի խիստ, որ ունի Էվանը այլ բրոշներ, որոնք շատ խիստ սահմանափակ քանակներով են արված եւ կոլեկցիոներների շրջանակներում շատ մեծ պահանջարկ ունեն։ Այս բրոշից դեռևս հնարավոր է գտնել 1970-ականներից 1980-ականներին ընկած ժամանակահատվածում ստեղծված փոքր խմբաքանակներով հավաքածուները, որոնք տարբեր դիզայներների հետ էր համագործակցել Էվանը այս 10 տարիների ընթացքում, ինչպես նաև շատ հայտնի մարդկանց հետ։
Իսկ արդեն 1890-ականներին Էվանը դիմեց հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին առաջարկելու նրա հետ միասին թողարկել զարդերի մի շարք։ Արդյունքում 1993-ից 1996 թվականներին թողարկվեց 23 զարդերի հավաքածու։ Դերասանուհին անձամբ մասնակցեց այս զարդերի ստեղծմանը, ապահովելով դիզայնն ու որակի անթերի լինելը, եւ նաեւ կրելով այդ զարդերը, ստանալով տպավորիչ եւ համարձակ տեսք։ Այդ զարդերը իսկապես շատ համարձակ աշխատանքներ էին ու յուրօրինակ, ինքնատիպ։ Եվ նաև պատված էին 22 կարատ ոսկեզօծմամբ այդ զարդերը։ Էվանը մակագրել է Ե տառով տպագիր, որը հենց Էլիզաբեթ Թեյլորի անվան առաջին տառն է։ Ու այդ բոլոր զարդերը վաճառվել են իրենց նկարագրության գրքույկով, Էլիզաբեթի աչքերի գույնի թավշյա պարկերով ու մանուշակագույն տուփերով։ 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին Էվանը համագործակցեց արդեն իսպանացի դիզայներներ Խոսե Մարիա Բատերատի հետ, թողարկեց մի քանի ապշեցուցիչ հավաքածուներ։ Այս համարձակ զարդերի դիմաց հավաքորդները այժմ պատրաստ են բարձր գներ վճարել։ Հավակնորդները դրանք կոլեկցիոներներն են, սիրելիներս։ Եվ գիտեք ինչ, այս ապշեցուցիչ, գեղեցիկ, իսպանական ոճով համարձակ մոտիվներով բարձրորակ զարդերը հազվագյուտ են արդեն հանդիպում, դրանք բոլորը արդեն հավաքագրված են անձնական կոլեկցիաներում։ Իսկ այժմ Խոսե եւ Մարիա Բատերաները ներկայումս ստեղծում են բարձրակարգ զարդեր ամերիկյան նեման Մարկոս Շքեղ ապրանքանիշի համար։ Գները տատանվում են $200-ից մինչև $1500 այդ շեդևրալ զարդերի համար։ Բայց վերադառնանք Էվան ընկերություն, սիրելիներ։ Էվան ընկերությունը արդեն 2004 թվականից սկսեց համագործակցել աշխարհահռչակ ամերիկացի դիզայներ Քեննեդի Ջեյ Լեյնի հետ։ Նա համարվում է կոստյումային զարդերի արքան, նա իսկապես կոստյումային զարդերը դարձրեց շատ շքեղ աքսեսուար, այդպիսի որակյալ զարդեր, բրոշներ, կոմպլեկտներ ստեղծելով կոստյումային հագուստների համար։ Այսօր նրա անունը հոմանիշ է գեղեցկության եւ ոճի հետ։ Վինտաժային Քեննեդի Ջեյ զարդերը հազվագյուտ են եւ շատ արժեքավոր, քան ժամանակակից զարդերը։ Նրա ստեղծագործությունները կրում են աշխարհի ամենահայտնիները Kennedy J. for Evan, իսկ որոշ զարդերի վրա միայն նշված է Kennedy J. միայն տուփերի վրա է գրված Evan-ի ստորագրությամբ լոգոն, որը հաճախ չի պահպանվում իհարկե տուփերը, բայց կոլեկցիոներների շրջանակներում հայտնի են այդ զարդերը, որոնք ստեղծվել են Evan-ի եւ Kennedy J. համագործակցությամբ։ Եվ իհարկե, եթե գտնում են այդ զարդերը, կոլեկցիոներները անպայման փորձում են դրանք անմիջապես ներգրավել իրենց կոլեկցիա, որովհետև գիտեն, որ ժամանակի ընթացքում այդ զարդերի գնային աճը ավելի է բարձրանալու։ Եվ այսպիսով, սիրելիներ, ինչ հետևություններ կարող ենք անել, որ յուրաքանչյուր բրենդի հետևում կանգնած է թիմի հետևում կանգնած է դիզայներներ, ոճաբաններ, զարդագործներ, թեկուզ դերձակներ հագուստի պարագայում չէ, եւ այդ թիմը համագործակցում է մեկ այլ ուրիշ թիմի հետ, նաեւ որտեղ ընդգրկված են նույն մարդիկ, աշխատուժեր, հայտնի մարդիկ, բարձր վարձատրվող մարդիկ, եւ այսպիսով գնային քաղաքականության աճը բարձրանում է բրենդային զարդերի, դա նորմալ է, քանի որ հսկայական թիմ է աշխատում այս ընկերությունների հետևում, եթե ոչ մի քանիսը, մի քանի թիմեր։ Այդ իսկ պատճառով հասկանալի է, թե ինչու է նրանց գնային արժեքը բարձր, բայց նաեւ այդ զարդերը ունեն որակապես բարձր վարկանիշ եւ այդ զարդերը մշտապես ցանկալի են, մշտապես մարդիկ ուզում են գնել, եթե դուք էլ չեք ուզում վաճառել, ուզում եք թողնել ձեր կոլեկցիայում, ապա այդ զարդերը ունեն երկար կյանք, կարող եք թողնել սերնդից սերունդ, ինչպես ընդունված է հայկական մշակույթում, ոսկի են չէ թողնում իրենց երեխաներին, բայց ամբողջ աշխարհում, ամբողջ Եվրոպայում արդեն մեծ թափ է հավաքել վինտաժային զարդերը, խոսքս ոչ բոլոր զարդերի մասին են, այլ այն զարդերի, որոնք բրենդային են, ունեն անվանում, թիմ, իրենց հետևում պատմություն, սահմանափակ քանակով են արտադրված, լիմիտային են եւ այլն։ Այդպիսի զարդերի վրա արժե ներդրումներ կատարել եւ պահպանել կոլեկցիայում։ Ես հիմա աշխատում եմ միայն իմ կոլեկցիայում պահպանել բրենդային զարդերը, որոնք ունեն պատմություն եւ արժեք։ Իսկ մնացած վինտաժային զարդերը աշխատում եմ ընթացքում ռեալիզացնել, տալ ավելի ապահով ձեռքեր, որովհետեւ իմ կոլեկցիան ուզում եմ կրճատել, թողնել միայն այն զարդերը, որոնք ես գտնում եմ, որ դրանք տեղ ունենան իմ ընտանեկան կոլեկցիայում։ Եվ այսպիսով այդ զարդերը, որոնց դիմաց ես վճարել եմ մեծ գումարներ, ներդրումներ եմ կատարել, երբեք ավելորդ չեմ համարի։ Դե ինչ սիրելիներ, այսօր այսքանը հուսամ, որ ձեզ կրկին ես օգտակար խորհուրդներ տվեցի, թե ինչպես ստեղծել ու հավաքել ձեր վինտաժային կոլեկցիան, թե ինչ կերպով առաջնորդվել, որպեսզի ձեր գնած զարդերը հետագայում էլ արժեք ունենան եւ դուք գումարային կորուստներ չունենաք։
Մնացեք ինձ հետ ու իմացեք ավելին, կհանդիպենք շատ շուտով, մինչ նոր հանդիպում, ցտեսություն։